Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ եւ շատ սիրելի հայրենակիցներ, այսօր այս կարևոր ամբիոնից ուզում եմ խոսել Գյումրու առջև ծառացած խնդիրներից, ինչպես նաեւ վերջին շրջանում գյումրեցիների արդարացի դժգոհություններից։ Խոսքը հետեւյալի մասին է. ձմեռվանից հետո Գյումրիում ունենք լրջագույն խնդիրներ կապված փողոցաշինության հետ, ունենք բազմաթիվ քանդված փողոցներ, երբեմն նաև անանցանելի, եւ ուզում եմ բոլորին հիշեցնել, թե ինչից առաջացավ այս պատկերը։ 1 տարի առաջ Սերժ Սարգսյանի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով մեկ գիշերվա ընթացքում հայտնվեց Ծառուկյան Գագիկի նախընտրական ցուցակում, Վարդանիկ Ղուկասյանին, ենթադրյալ հանցագործ, կարգեց Գյումրու համայնքապետ։ Ու այդ պահից սկսած պարզ էր, թե ինչ է սպասում Գյումրուն։ Սիրելի հայրենակիցներ, բայց դրան զուգահեռ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության գործող կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի լուծի Գյումրու եւ գյումրեցիների առաջ ծառացած խնդիրները։ Հենց այս պահին Գյումրու Բագրատունյա ծողակի ասֆալտապատումն է իրականացվում բացառապես կառավարության միջոցներով։ Մենք գիտենք, որ առաջիկայում կմեկնարկի նաև ՎԶԵՊ ծրագիրը, որի շրջանակներում կհիմնանորոգվեն անի եւ ավստրիական թաղամասերը, մոտ 25,000 բնակչություն ունեցող թաղամաս է, սիրելի հայրենակիցներ, ինչպես նաև արդեն մեկնարկել է Շիրակացի եւ Խորենացի փողոցների հիմնանորոգումը, եւ ես քիչ առաջ Շիրակի մարզպետից խնդրեցի ինձ տեղեկացնել, թե ինչքան միջոցներ է տրամադրել կառավարությունը այդ երկու փողոցների հիմնանորոգման համար, եւ ուզում եմ թիվը ընթերցել անպայման 884 միլիոն 772 հազար դրամ միայն տրամադրվել է Շիրակացի եւ Խորենացի փողոցների հիմնանորոգման համար։ Սիրելի գյումրեցիներ, այս ամենը ապացույցն է այն բանի, որ կառավարությունը րոպե առաջ լուծելու է եւ աշխատելու է, որպեսզի մեր քաղաքի առջև ծառացած խնդիրները լուծվեն, իսկ մեզ մնում է ընդամենը մեկ բան՝ հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս, տեր կանգնել խաղաղությանը եւ վստահ լինել, ինչպես վարչապետը նշեց, որ Գյումրի 1 լինելու է։ Շնորհակալ եմ։